Նոր միջավայր, նոր ընկերներ, խաղեր, էքսկուրսիաներ, այսպես է անցնում ճամբարային հանգիստը Ջերմուկում։ Այս անգամ մանկական ճամբարը հյուրընկալել է Սիսիանի և Գորիսի պատանիներին։ Սա դեռևս ճամբարային առաջին խումբն է, մինչև օգոստոս 7-օրյա հանգիստ կվայելի ևս 350 երեխա։ Ինչպես է անցնում հանգիստը Առողջարանային քաղաքում, պատմում է Աննա Ավետիսյանը։ Ջերմուկի Արարատ մանկական առողջարանային ճամբարում հանգստացող սյունեցի երեխաներն են։ Հերթական էքսկուրսիան սկսում են տերունական աղոթքով։ 9-ամյա Մխիթարը առաջին անգամ է ճամբարում, բայց այն իր համար արդեն հարազատ միջավայր է։ Չեմ ուզում գնալ տուն, այստեղ լավ խաղեր կան, լավ շախմատ, շաշկի։ Այստեղ շատ լավ է, ամեն առավոտ վազում ենք, մանրամասնություններ ենք կատարում, ընկերներիս հետ խաղում ենք։ World Vision կազմակերպության Սիսիանի տարածքային զարգացման ծրագրում ընդգրկված Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների 24 համայնքների երեխաները ճամբարային հանգստի հնարավորություն ունեն արդեն 8 տարի։ Սա այս տարվա ճամբարականների առաջին խումբն է, կարիքավոր ընտանիքների 74 երեխաներով։ Մինչև օգոստոսի 7-ը 7-օրյա հանգիստ կվայելի ևս 3 խումբ, ընդհանուր առմամբ 350 երեխա։ Առողջարանային քաղաքի գեղեցկությունը երեխաներն արդեն բացահայտել են, եղել են ջրվեժում, այժմ էլ հանքային ջրերի ըմպելասրահում են։ Շատ հաճելի է շրջել այստեղի տեսարժան վայրերով, շատ գեղեցիկ է իդեպ ասեմ այստեղ։ Ես եկել եմ այստեղ ուրախանալու, եկել եմ զբոսնեմ, նստեմ ճոպանուհի։ Ինքնուրույնություն ենք սովորում, միասին ապրել, առանց ծնողների դիմակայել, սենց ասեմ։ Նոր միջավայր, նոր ընկերներ, տարաբնույթ դասեր, խաղեր, սպորտլանդյաներ, ազատ ժամերին նաև ընթերցանություն։ Երեխաների օրը հագեցած է անցնում, ասում է ավագ ջոկատավար Ցողիկ Արշավիրյանը։ Ճամբարականները Ջերմուկից հեռանում են անջնջելի տպավորություններով, միմյանց հրաժեշտ տալիս նույնիսկ հուզվում են։ Աշխատում ենք, որպեսզի երեխաները իրենց այստեղ վատ չզգան, չտխրեն, չկարոտեն։ Ճամբարը քրիստոնեական է, հոգևոր դասերը ամենօրյա ռեժիմի պարտադիր մասն են։ Երեխաները լսում են աստվածաշնչյան պատմություններ, սովորում աղոթքներ ու հոգևոր երգեր։ Աստծո պատվիրանները ճամբարականներն իրենց հետ տուն կտանեն, համոզված է Լևոն Տպիրը, ու կյանքում կփորձեն առաջնորդվել դրանցով։ Երեխաները պետք է անպայման մեծանան Աստծո խոսքով։ Այսինքն, եթե իրանք չունենան իրենց առաջավետ օրինակները, որ տալիս է մեզ Աստվածաշունչը, մենք չենք ունենա լավ հասարակություն, բարի հասարակություն։ World Vision-ն ամառային ճամբարներ կազմակերպում է արդեն 12 տարի Հայաստանի 6 մարզերի կարիքավոր համայնքների երեխաների համար, տեղեկացնում է կազմակերպության հանրային կապերի և հաղորդակցության գծով ղեկավար Արմենուհի Սահակյանը։ Մասնակիցներից շատերը գյուղական համայնքներից են, նրանց համար ճամբարը նոր շփումների և կյանքի հմտություններ ստանալու եզակի հնարավորություն է։ Անգամ մի տարի անց երեխան դեռ հիշում է ճամբարը եւ հիշում է իր կյանքի որպես ամենապայծառ պահ գուցե։ Հստակ երևում է, որ երեխաները ավելի ազատ շփման են պատրաստ լինում ճամբարներից հետո։ Այս տարի World Vision-ի նախաձեռնությամբ ամառային ճամբարներում կհանգստանան 2800 երեխաներ։ Նրանց թիվը նախորդ տարիների համեմատ ավելացել է 325-ով, շնորհիվ Քրոնի մեծ բարեգործական հիմնադրամի հատկացրած 30,000 ամերիկյան դոլարի։ Աննա Ավետիսյան, Մանվել Հովսեփյան, Առաջին լրատվական։